Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հոկտեմբերը հայտարարվել էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, Գյումրու բժշկական կենտրոնը ևս միացել էր կանխարգելման իրազեկման արշավին։ Այս լուսավորչական աշխատանքների շնորհիվ, որոնք պարբերաբար կատարվում են, մենք անընդհատ պացիենտներին տեղյակ ենք պահում, որ պարբերաբար պետք է հետազոտվել, մամոգրաֆիկ, սոնոգրաֆիկ հետազոտություններ անցնել, շնորհիվ դրա այսօր մենք հասել ենք նրան, որ պացիենտների մի մասը արդեն դիմում է բավականին վաղ փուլում։ Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանը շեշտում է, հիվանդությունների բուժման լավագույն տարբերակը կանխարգելումն է, ուստի այս առումով առանձնացվում է կրծքագեղձի 4-օրակ նորագոյացության սկրինինգային ծրագիրը, որի նպատակն է կրծքագեղձի 4-օրակ նորագոյացության ռիսկի խմբում գտնվող 45-ից 68 տարեկան կանանց շրջանում այդ սկրինինգային ծրագրի իրականացումը, ինչը շատ կարևոր միջոցառում է վաղ կանխարգելման, վաղ հայտնաբերման և բնականաբար ավելի արդյունավետ բուժման համար։ Ծրագրի շրջանակում իրականացվում է կանանց հետազոտման և մամոգրաֆիկ ուղեգրման գործընթաց։ Պրոցեսը մի քանի էտապ է, առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետները տվյալ տարիքային խմբի կանանց տարբեր մեթոդներով իրազեկում են ծրագրի մասին, հրավիրում են, նախ բացատրում են դա ինչ է իրենից ներկայացնում, բնականաբար հերթագրում են և հերթագրում են, որից հետո սկսում են ուղեգրումներ կատարել, իսկ արդեն այն կազմակերպությունները, որոնք որ մամոգրաֆիկ հետազոտություններ են անում, այդ ամբողջ տվյալները հավաքագրում են, վերլուծում են, անհրաժեշտության դեպքում արդեն կազմակերպում են հետագա բժշկական միջամտությունները, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Գյումրի բժշկական կենտրոնի ուռուցքաբան քիմիոթերապևտ Անի Թովմասյանի խոսքով կա կրծքագեղձի քաղցկեղի աճի միտում, բայց դրան հակառակ վերջին տարիներին նաև պրոֆիլակտիկ հետազոտությունների առումով է նկատվում աճ, ինչը օգնում է հասնել հիվանդության կանխարգելման։ Տեսեք, ստատիստիկորեն կարող եմ ասել, որ այո, գնալով այդ քանակը ավելանում է եւ գնալով քանի որ մարդիկ հետազոտվում են, պարբերաբար գտնվում են հսկողության տակ, մենք ունենում ենք թվերի քանակական ավելացում։ Բժշկուհին նաև հիշեցնում է հիմնական զգուշացնող նշանները, որոնց դեպքում պետք է դիմել բժշկի։ Ցավեր-թևատակի շրջանում կրծքագեղձի մաշկի պտուկի ներքաշում, կրծքագեղձի մաշկի փոփոխություն, այտուցվածություն, ցավեր, ինչը դառնում է արդեն ահազանգ, որպեսզի դիմեն։ Բայց սկրինինգի շնորհիվ լինում են դեպքեր, ու դեպքերը ելի եմ կրկնում, գնալով ավելի մեծանում են, երբ որ պացիենտները առանց գանգատի, ուղղակի տարեկան պարբերաբար հետազոտվելու հաշվին արդեն առանց գանգատների առկայության արդեն դիմում են։ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված 4-օրակ նորագոյացությունը, սակայն ներդրված սկրինինգային ծրագրի շնորհիվ վերջին տարիներին շուրջ 10%-ով նվազել է հիվանդացության 4-րդ փուլով հայտնաբերվող դեպքերի թիվը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։